ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տպավորություններով է կիսվում շեֆի Դոնալդ Թրամփի հետ, թե ինչպես ինքը կարողացավ Հնդկաստանից դեպի ԱՄՆ տրանզիտ ճանապարհին 40 րոպեում փաստաթղթեր ստորագրել ու նախաստորագրել Զվարթնոցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Stopped in last night was to initial the Trump route for prosperity in Armenia. Ես կանգար կատարեցի նաև Հայաստանում հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին նախաստորագրելու համար։ Սա կարևորագույն հենասյուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի, որին դուք կարողացաք հասնել։ Թրամփը բացահայտ է հայտարարում, որ այո, աջակցում է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ, ինչն ըստ փորձագետների ամերիկյան քաղաքականության մեջ մինչև Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չի եղել։ Նիկոլը ստանում է իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կբարձրացնենք միջև նախկինում չտեսնված բարձունքներ։ Հայաստանը կրկին կդարձնենք մեծ։ Ցավոք սրտի քաղաքական դաշտի խոշոր դերակատարները այս պահին փորձում են դիվիդենտներ ստանալ երկու աշխարհակաղակական կենտրոնների հարտադրության թեժացման գնով, որը մեր ժողովրդին որևէ լավ բան չի կստանում։ Ռուբիոյի 40 րոպեանոց այցի ընթացքում ստորագրվեց նաև շրջանակային հուշագիր կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետների, նմանատիպ փաստաթղթերի ստորագրումով Միացյալ Նահանգներին փորձի հնարավորություն է տրվում իր վերահսկողության տակ վերցնել հանքանյութերն ու հազվագյուտ հանածոները։ Ըստ փորձագետների, ԱՄՆ-ն Հայաստանի հետ ունեցած խաղաքարտերում ջեքփոթ է բռնել։ Միացյալ Նահանգները նաև այս քայլով նախանշեց, որ Սյունիքի հետ կապված հիմնական այդ հազվադեպ հանքանյութերի պաշարները Սյունիքում են, իր հետաքրքրությունները ուղղակի ուրվագծեց։ Թրամփը բացահայտ հայտնում է, որ թրիփի նպատակը Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է եւ այն Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։ Թրիփը, որի մասին նախընտրական շրջանում տևական ժամանակ խոսակցություն չկար, նորից այդ թեման ակտիվացել է այս պահի դրությամբ ինչքան էլ որ ստորագրվել է պայմանագիր, հողի վրա էական որևէ լուրջ գործընթաց այս առումով տեղի չի ունենում։ Եվ չի էլ տեղի ունենալու, քանի դեռ Իրանի հետ կապված խնդիրը չի հանգուցալուծվել։ Արևմուտքի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի մերձեցումն, ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս, ակնհայտորեն հակադրվում է Երևանի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը։ Հայկական կողմը, սակայն ըստ վերլուծաբանների, նախընտրում է այն չդրամատիզացնել։ Խոշոր հաշվով ռուսները իրենց ներկայությունը եւ իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում պատրաստ չեն զիջել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակադրությունը բերել Հայաստանի ներքաղաքական դաշտ եւ Հայաստանը դարձնել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակամարտության թատերաբեմ, սա արկածախնդրություն է։ Հայաստանում Իրանի դեսպանն է արձագանքել թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև փաստաթղթերի նախաստորագրմանը։ Իրանը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության եւ խզման պատճառ չի դառնա։ Մեր դիրքորոշումը թրիփ նախագծի վերաբերյալ շատ հստակ է ու որևէ անորոշություն չկա, մենք դրական վերաբերմունք ունենք եւ ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության եւ տարանցման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այս գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ-ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը։ Իրանն ըստ դեսպանի նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ-ի նկատմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։